2025 թվականի հոկտեմբերի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգը ներկայացնելու համար։ Համեցեք։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի 2025 թվականի հոկտեմբերի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծի առաջին բաժնում պարտադիր քննարկման ենթակա 18 հարց կա, դրանք հերթական նիստերի օրակարգում ընդգրկվում են առանց քվեարկության։ Երկրորդ բաժնում 10 նախագիծ կա։ Ազգային ժողովի խորհուրդը հոկտեմբերի 20-ի նիստում քննարկել է այս բաժնում նախագծերի ընդգրկման, դրանց քննարկման, հաջորդականության հետ կապված առաջարկներ եւ քվեարկությամբ հաստատել է դրանք։ Հարգելի պատգամավորներ, գլխադասային հանձնաժողովներն առաջարկել են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը քննարկել հատուկ ընթացակարգով։ Այն է, նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումները կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում։ Շնորհակալություն։ Պարոն Ռուբինյանին հերթական նիստերի օրակարգի վերաբերյալ հարցեր տալու համար հերթագրում։ Համեցեք, պարոն Մինասյան։ Պարոն Ռուբինյան, ինչպես պարոն Աղաջանյանը հարցրեց ինձ եւ ես պատասխանեցի, այո, եթե լինի դատական ակտ, որը հաստատի հանցագործության առկայությունը, ես ինքս եմ դատապարտելու այդ ամենը։ Հիմա դուք պատրաստ լինելու եք, եթե այս մեղադրանքները փշրվելուց հետո հաստատվի, որ այդպիսի բան չկա, հրապարակային ներողություն խնդրել ձեր արտահայտությունների համար։ Լավ հարց է տալիս, դուք Չարչյանին դատապարտում եք։ Լավ, բայց մի ընդհատեք, պարոն մի ընդհատեք, մի վարքյան։ Հիմա պարոն Մինասյան հարցը տվեց, պատասխանում եմ։ Պարոն Մինասյան, այո, բայց երկրորդը։ Հիմա ճիշտ է ասում։ Չարչյանը դատապարտված է, Միքայել Աջապահյանը դատապարտված է ռազմական հեղաշրջման կոչ անելու համար։ Ինչը ոչ։ Լավ, երբ որ մտնի, Չարչյանը։ Հիմա ձեզ հրավիրում եմ այս ամբյոնի մոտ, խնդրում եմ, սա ինձ հեսապ կհերթագրվեք, եւ եկեք ստեղից դատապարտեք, որ ձեր խմբակցության նախկին անդամ Չարչյանը ընտրությունների ժամանակ 2021 թվականի փաստորեն հանցագործություն է կատարել ի օգուտ ձեր խմբակցության։ Սպասում եմ ձեզ այստեղ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Կարճ չհետաքրվեք, հիմա էլ արձագանքով դատապարտեք։ Արձագանք, համեցեք։ Պարոն Ռուբինյան, նախ ես խոսում եմ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի մասին, մի րոպե։ Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի մասին։ Անպայման կպարզեմ, օրինական ուժի մեջ մտած է թե ոչ։ Խոսքը Աջապահյանի մասին երբ որ ասում եք, ինքը ուժի մեջ մտած չի անգամ։ Ավելի մի վարքյան, դուք պատասխանի, փառք Աստծո, սա հնարավորություն ձեր ձեռքն այնտեղ, բոլոր տեղերում։ Երբ որ խոսքը գնում է հետևյալի մասին, նույնիսկ այսօրվա դատական համակարգի պայմաններում եմ ասում, օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, եթե ապացուցվի կամ չհաստատվի այդ մեղադրանքները, որոնք հնչեցնում են մարդկանց հասցեին, դուք հրապարակային ներողություն կխնդրեք, թե ոչ։ Ասում եմ այո, բայց դուք Շնորհակալություն։ Լավ, հիմա ես արձագանքում եմ, պարոն Մինասյան, ինչ եք նույն հարցը երկու անգամ տալիս։ Ասում եմ, կխնդրեմ ես, այո, հիմա քանի որ օգտագործեցիք ցավոք ձեր արձագանքը եւ չդատապարտեցիք Չարչյանին իր արած հանցագործության համար, խնդրում եմ գրանցվեք ստեղ, եկեք եւ դատապարտեք։ Շատ լավ, դատական ակտերը հեսա կստուգենք, պարոն Վարդանյան, որ խնդրեմ ես ընթացքում կստուգեք, դատական ակտ կա, պարոն Չարչյանի վերաբերյալ վճիռը ուժի մեջ մտածա, թե չէ, արագ անենք, որպեսզի ժամանակ չանցնի, պարոն Մինասյանին հրավիրենք ստեղից մի հատ դատապարտի, շնորհակալություն։ Մտքերի փոխանակության համար հերթագրում։ Գրանցվել է 3 պատգամավոր։ Ավելացրեք պարոն Մինասյանին, խնդրում եմ։ Պարոն Վարդանյանին, բայց սկզբից պարոն Վարդանյանին, որ մեզ հայտնի դատական ակտ կա, թե չկա։
Հարգելի գործընկերներ, նոր գրանցում չկա, պարոն Մինասյանը ավելացվեց եւ պարոն Վարդանյանը, մյուսները չեն ավելացվի, որտեղ ակնհայտորեն չեն էլ, որովհետեւ ինքն էլ էր փորձում գրանցվել, մյուսները չէին փորձում։ Խնդրեմ պարոն Ալեքսյան։ Շնորհակալություն, պարոն Մինասյան։ Ստեղից ասում եք չկա օրինական ուժի մեջ մտած վճիռ, ձեր դատական համակարգը ռեպրեսիաներ։ Ուզում եմ ձեզ հիշեցնեմ, որ հենց ձեր տիկունքում նստող падգամավորը տիկին Աննա Գրիգորյանը, այս ուղիղ մի 7-8 ամիսը գլուխները ստարել է անիվ ասելով։ Այդ անիվը, իդեպ այդ անիվի թեման էլի առհասարակ դաշտ է եկել, որտեղ այդ նույն իրավապահ համակարգը, մեր իշխանության ժամանակ նույն իրավապահ համակարգը սկսել է ուսումնասիրություն, բացահայտել է այս կամ այն դրվագները, ու դուք այդ ուսումնասիրությունը վերցրել եք տիկին Գրիգորյանն դա սարքել է բան, քաղաքական, գոյութենական իմաստ որպես այդպեսին օրը մեջ գալիս է այս ամբիոնից ասում անիֆա, ասում է, նորմալ է, մեկս ասում ենք խի եք խոսում, օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա, չէ հակառակը, մենք ասում ենք մենք ձեզանից շատ ենք շահագրգռված, որ եթե ինչ-որ կոռուպցիոներ սրիկա կա, ով որ զբաղվել է կոռուպցիայով մեր իշխանության օրոք, ինքը ավելի խիստ պատժի արժանանա։ Մեր ու ձեր տարբերությունը այդ է, որ երբ որ ես օրինակ ինչ-որ մեկի հասցեին մեղադրանք եմ լսում, առաջի բանն է, որ գնացեք պարզեք, եթե մեղավոր է, բռնեք դատեք, բայց դուք տենց չեք կարող անել, որտեղ ձեր քաղաքական գոյության իմաստը հիմնված է այդ կոռուպցիայի վրա։ Ձեր քաղաքական փոխգործակցությունը, ձեր քաղաքական գոյությունը հանրապետականի հետ, Քոչարյանի հետ, այս մեկի հետ, այն մեկի հետ, այդ կոռուպցիան է։ Այն ապօրինի գույքն է, որը որ դուք ունեք, ժողովուրդ ջան։ Էդ է։ Դե այդ է իմաստը, թե չէ գալիս եք ստեղ չափածուցված հիմքերով, ինչպես կարելի է առանց դա օրինական ուժի մեջ մտած վճռի, բա ո՞նց եք տենց դուք բան անում, բա ժողովուրդ ջան։ Բա անիֆի թեմայով խեք խոսում, դե ուրեմն էլ ծպտուն մի հանեք, անիֆի մասին մենք կխոսանք, մենք մեկա ձեզանից լավ ենք խոսում, թե այդ առումով, թե մնացած առումներով։ Բախի եք խոսում, պարոն Մինասյան։ Տիկին Գրիգորյանը բախի է խոսում։ Զապիսը բերել են, միացրել են, մեջը ասում արա միլիոններ է, լսում եք, բայց իջա խոսում Վարդանիկը, ձեր Վարդանիկը։ Ասում արա միլիոններ է այդ թեմայի մեջ։ Ասում գնա ասա, թող բան անի, եկեղեցու բաների նկարիչներին փող են պար, թող դուք եկեղեցին եք այդ վիճակի սարքել։ Դուք ու կտրիչը գլխավորելով հակաեկեղեցական շարժումը Հայաստանի Հանրապետությունում։ Եկեղեցին սարքել եք կոռուպցիայից ստացած փողերի լվացման ինչ-որ մի հատ տեղ։ Ու դա ամոթ է, դա ազգային ամոթ է։ Ու կտրիչը որպես հակաեկեղեցական շարժման առաջնորդ Հայաստանի Հանրապետություն պետք է հեռացվի Բեհարանից։ Քրիստինե Վարդանյան։ Սիրելի քաղաքացիներ, թույլ տվեք այս անհասկանալի հրճվանքին չանդրադառնալ խնայելով ձեր նյարդերը, պարզ երկու ճշմարտության մասին խոսեմ։ Երբ ընդդիմադիրները հայտարարում են որևէ մեկի նկատմամբ, որ կա քաղաքական հետապնդում կամ որևէ մեկը քաղաքական հալածյալ է, ընդդիմադիրները այդ մարդուն սուրբ չեն հռչակում, չեն քննարկում որևէ մեկի սուրբ կամ ոչ սուրբ լինելը։ Քաղաքական հալածյալ կամ քաղաքական բանտարկյալ լինելը որոշվում է հետևյալ պարզ մեխանիզմով։ Արդյոք քո նկատմամբ կա տարբերակված վերաբերմունք կապված քո քաղաքական հայացքների հետ։ Այդ մի տարով, ընդհանրապես 5 չափանիշ կա, բայց այդ մի տարով է որոշվում, քո նկատմամբ քաղաքական հետապնդում է, թե չէ։ Հիմա եկեք տեսնենք Վարդան Ղուկասյանի նկատմամբ կա քաղաքական հետապնդում, թե չէ։ Մենք տեսել ենք շաբաթներ առաջ, ոնց է բերման ենթարկվում սպանության ընդդիմադիր համայնքապետի սպանության մեջ կասկածվողը։ Տեսել եք այդ ակուրատնի սիրուն բերման ենթարկելու կադրերը, ու տեսել եք Գյումրու համայնքապետը կոտրելու, համայնքապետանի շենքի դռները կոտրելու կադրերը։ Երկրորդը անիֆից են խոսում այստեղ, եկեք տեսնենք, տարբերակված մոտեցում կա թե չէ։ 25 միլիարդ դրամի մսխման գործով քանի կալանավորված կա։ Վահագն Ալեքսանյան, քանի կալանավորված կա 0։ Դուք մեղադրանք եք առաջադրել մարդուն ձեր իրավական համակարգը, երբ որ երկրից դուրս է եկել։ Այ էդ է տարբերակված մոտեցումը։ Ու ընդհանրապես այս կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում հələ մի հատ կասեք, մի ընդհատեք, հանգիստ նստեք։ Ոնց է այնպես ստացվում Ռուբեն Ռուբինյան։ Ընդդիմադիր համայնքապետ կա, որ ընտրվել է չեք հրետապնդել։
Ընդդիմադիր համայնքապետ կա, բանը Գյումրու համայնքապետը կաշառակեր է, Վանաձորինը ընտրվելուց հետո պարզվեց հանցագործա, Գորիսինը ինչ էր, Սիսյանինը ինչ էր, Կապանինը ինչ է, Բերթինը ինչ էր։ Դուք ուղակի ժողովրդի քվեի հետ չեք հաշտվում։ Ուրիշ խնդիր չկա։ Եվ այդ դատական համակարգի մասին, որ խոսում եք, ավարտում եմ հիմա հանգիստ։ Դատական համակարգի մասին, այդ հարգանքի, Արտուր Հովհաննիսյան, Տիկնոջ խոսափողը։ Շնորհակալություն, ես ելույթ կունենամ։ Սիրելի գործընկերներ, նախ, ինչ ես իրավունք ունեմ, բայց ելույթ ունենամ։ Ձեր ցավը տանեմ, էսի նոր քվել բաներ, չէ՞։ Նոր մտքերի փոխանակություն է, չէ՞։ Հետևաբար ես։ Հարգելի գործընկերներ, հիմա ուշադիր։ Նախ Քրիստինե Վարդանյանի համար հատուկ։ Այս պահին Հայաստանում ընդդիմադիր համայնքապետերն են Մասիսի, Նոյեմբերյանի, Գորիսի, Կապանի, Տաշիրի, Աբովյանի, Չարենցավանի, Բյուրեղավանի, Նոր Հաճնի, Բերթի, Եղեգնաձորի, Ապարանի, Քաջարանի, Վարդենիսի, Թումանյանի համայնքապետերը։ Էլի կան համայնքապետեր, որոնք բան չեն։ Ինչ եք ընդհատում։ Ինչ եք ընդհատում ինձ։ Ինչ եք ընդհատում ինձ։ Ես ձեզ ընդհատում եի։ Դե լռեք։ Լռեք։ Հաջորդը։ Այս ընդդիմադիր համայնքապետեր են, կան նաև ոչ իշխանական համայնքապետեր, որոնք ընդդիմադիր դիրքավորված չեն։ Այս թվարկեցի, չէ՞։ Հիմա իրանցից ով է բանում, ում են հեռացրել ուժով, ով է բանտարկված, ոչ ոք։ Հաջորդը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ օրինակ Վաղաշապատ համայնքի համայնքապետը ԿՊ-ից էր, որը հեռացավ, ու եթե չեմ սխալվում, ես վերջերս էլ մամուլում կարդացի, որ մեղադրանք է իրան առաջադրված։ ԿՊ-ից է, հասկանում եք։ Սա ապացույցն է այն բանի, որ մեր դեպքում տարբերություն չկա, ով որ ուժից է։ Եթե կա կասկածանք, պիտի քննվի։ Հաջորդը, պարոն Մինասյան, ստուգեցի։ Եվ պարզվեց ինչ։ Պարզվեց պարոն Չարչյանի գործը, փաստաբանն է, փաստաբան Էրիկ Ալեքսյանը նշել է, օրինակ, 4 տարի անց վերջնականապես ավարտվեց պրոֆեսոր Արմեն Չարչյանի քրեական գործը, Վճռաբեկ դատարանը որոշում կայացրեց եւ այլն։ Այսինքն ավարտվել է։ Հիմա սպասում եմ ձեզ, եկեք դատապարտեք։ Ձեր հետ առաջարկում եմ դատապարտել եւս մեկ բան։ Պատիվ ունեմ Դաշինքի ներկայացուցիչը, եթե չեմ սխալվում, դատապարտվել է 2021 թվականին ընտրակաշարք բաժանելու համար։ Խնդրում եմ, եկեք ստեղից դատապարտեք, չեմ ասում պատիվ ունեմ Դաշինքին դատապարտեք։ Դատապարտեք ընտրակաշարքի համար դատապարտված անձին։ Դա կլինի ազնիվ, դա կլինի անկեղծ, դա կլինի սկզբունքային, դա չի լինի երեսպաշտ։ Շնորհակալություն։ Հաջորդ ելույթի համար Վլադիմիր Վարդանյան, համեցեք։ Այսօր կարծես թե քաղաքականից իրավականի եւ հակառակը թարգմանելու անհրաժեշտություն կա, հարգելի գործընկերներ, նայեք, կաշառակեր սրիկան, դա քաղաքական գնահատական է, որովհետեւ, այո, քաղաքական գնահատական է, որովհետեւ եթե անձը դատապարտում է քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, այն դատապարտում է կամ կաշառ ստանալու, կամ կաշառ տալու, կամ կաշառքի միջնորդության համար։ Չեն դատապարտում, դատական ակտի մեջ չի գրվում, որ այս մարդուն հռչակում են կաշառակեր։ Կաշառակերը քաղաքական նեգատիվ կոննոտացիա ունեցող արտահայտություն է, եւ այո, դատապարտել եւ ցանկացած կաշառակեր սրիկա պետք է դատապարտվի։ Ինձ թվում է այստեղ առնվազն պետք է կոնսենսուս ունենանք։ Պարոն Չարչյանը այլևս չի զբաղեցնում ազգային ժողովի պատգամավորի գործառույթ, նա հանդես է գալիս որպես մասնավոր անձ, ես նաև բոլորի խորհուրդ պետք է տամ չանդրադառնալ մասնավոր անձանց, որոնց անձնական կյանքը ավելի մեծ պաշտպանություն ունի, քան հանրային տիրույթում գտնվող անձանց, բայց այդուհանդերձ կարծես թե պարոն Մինասյան,
Եթե չեմ սխալվում, Վճռաբեկ դատարանը դատախազության բողոքն, որը վարույթ չի ընդունել, հետեւաբար ակտը գտնվում է օրինական ուժի մեջ, այսքանով առանց որևէ մեկնաբանության կթողեմ այս հատվածը, բայց ճիշտ ասած ինձ զարմացնում է այս քննարկումը, որովհետև կարծես թե խոսքը գնում էր ճգնաժամի մասին, որը ձևավորվել է Հայաստանի Հանրապետությունում, բայց երբ որ մենք քննարկում էինք մեր ընդդիմադիր գործընկերների հետ հայտարարության նախագիծը, մի պարզ հարց բարձրացվեց։ Տեսեք, մեզ մոտ կառավարությանը անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ է ներկայացնել նոր վարչապետի թեկնածու։ Դասական խորհրդարանական կառավարման ցանկացած երկրում դա լինում է ընդդիմության առաջնորդը կամ միասնական առաջնորդը։ Մենք տենց չհասկացանք ում է պատրաստում եւ ում է դիտարկում ընդդիմությունը որպես միասնական առաջնորդ, որտեղ տեսեք Դավիթ Համբարձումյանը անունը տվել է պարոն Մամիջանյանը հանուն ճշմարտության, բայց հետո հարցին թե սա նշանակում է արդյոք, որ Հայաստան դաշինքը եւ պատիվ ունեմ խմբակցությունը ունեն մեկ միասնական առաջնորդ եւ այլևս այլ մարդկանց անուններ չի շոշափելու, ասացին չէ, սա այդքան էլ տեն չի, որտեղ մեր առաջնորդները շարունակում են մնալ։ Սա խնդիր է, որովհետեւ չի կարելի իշխանությունը պարզապես ուզել, հանձնել, բայց ում չհասկանակում ու չհասկանաք թե ինչու։ Ինձ թվում է ընդդիմությունը եւս պետք է կողմնորոշվի ընդդիմության առաջնորդի հարցում նոր գա եւ շարունակի քննարկումները, շնորհակալություն։ Արծվիկ Մինասյան, համեցեք։ Ինչպես խոստացել էի, ուսումնասիրելու եմ եւ անպայման անդրադառնալու եմ առաջիկայում։ Անպայման։ Բայց ես ուզում եմ, պարոն Ռուբինյան, դուք բացեցիք այդ թեման։ Դիանա Գասպարյան, չէ՞, Վաղարշապատի համայնքի ղեկավարը, ինչ որ չեմ հիշում, կաշառակերության համար իրան բերման ենթարկեն, հարյուրավոր ոստիկանական ուժեր, չգիտեմ ինչեր եւ այլն, ավելին այստեղից չի հնչում կա ոչ թե կաշառակեր սրիկա արտահայտությունը, լավ կաշառակեր բառը անգամ, այդ անձի հասեին եւ դա ճիշտ է, որովհետեւ անմեղության կանխավարկածը չի կարելի խախտել մարդու, այն ինչ որ դուք ամեն օր այստեղից անում եք, ինչ վերաբերում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի, միջև եվրոպական դատարանի կողմից Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ գործի հերքումը։ Ձեզնից ով էր օրինական ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության դատական ակտով խառնակցության զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող Նիկոլ Փաշինյանին դատապարտում։ Ոչ մեկը, որտեղ համարում եք, որ այդպիսի բան չկա, եվրոպական դատարանը կտա որոշում եւ այլն։ Ես անգամ դա եմ անցնում։ Օրինական ուժի մեջ մտած դատական ակտի մասին եմ ասում։ Լավ, վերջերս կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գնահատական տվեց, որը չի վիճարկվել Նիկոլ Փաշինյանի կողմից մի շարք խախտումների վերաբերյալ։ Ձեզնից ով է լավ է ամբիոնից եւ դատապարտեց Նիկոլ Փաշինյանի այդ խոսույթը։ Հակառակը, դուք այստեղից շարունակում եք падգամավորին ոչ վայել, բառապաշար օգտագործել։ Շարունակում եք, մի հատ էլ ելեք, պարոն Վարդանյանն էլ ասում է դա քաղաքական գնահատական է։ Քաղաքական գնահատական է, բանը կոռուպցիոն շամվորտի, չէ, կոռուպցիոն սրիկան, շամվորտին է, լավ։ Կոռուպցիոն շամվորտին է եւ այլն, բայց լսեք, մենք գտնվում ենք եւ եթե դուք որպես իշխանություն համարում եք, որ իրավական պետություն եք ուզում կառուցել, այս հիմնարար իրավունքը հարգեք, դա ձեզ է պետք։ Ձեզ է պետք ամենաշատ, որովհետև վաղ իշխանափոխությունից հետո դուք եք բողոքելու այդ ամենիցից։ Պարոն Մինասյան, ձեր փաստարկը ընդունելի չի, որովհետև ձեր վերաբերյալ էլ մեղադրանք կա, բայց դուք էլ հիմա կալանավորված չեք, չէ՞։ Հիմա դա չի նշանակում, չէ՞, որ դուք ԿՊ-ական եք եւ ձեզ այլ կերպ ենք վերաբերվում։ Բայց ֆիքսենք, որ պարոն Մինասյանը խոստացավ ինձ ուսումնասիրել, չգիտեմ ինչ կա, տեղ ուսումնասիրելու, խնդրում եմ չհաճային դեպքը, մեկ էլ պատիվ ունեմ ընտրակաշարքի համար դատապարտվածի դեպքը եւ կսպասենք։ Շնորհակալ եմ։ Նիստը կարող իրավունքով արտահերթ ելույթով հանդես եկամ։ Ինձնից չեք վախենում, պարոն Խաչատրյան, հանգիստ ազատ խոսքից եք վախենում, բայց թողեք խոսել։ Պարոն Խաչատրյան, գնացեք, բողոքեք, ձեր բողոքը հաշվի կառնեք։
Տեսնենք։ Հարգելի գործընկերներ, ինձ թվում է, որ ընդդիմության հիմնական խնդիրը այն է, որ իրանք չեն գիտակցում ուղղակի Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին ժողովուրդը ինչ է արել։ Ըստ էության իրանք փորձում են համեմատել Նիկոլ Փաշինյանի մարտի 1-ի վերաբերյալ իրանց քաղաքական հետապնդումները հիմիկվա իրավական գործընթացների Վարդանիկի, ասենք, օրինակ ըստ քննչական մարմնի եւ մեղադրանքի եւ մեր լսած այդ գաղտնալսումների ենթադրաբար կաշառք վերցնելու մասով եւ ուզում են համեմատություններ տանեն։ Դա նույնն է, ինչ որ ասենք օրինակ չգիտակցել եւ ընդհանրապես չհասկանալ, թե Հայաստանում ինչա տեղի ունեցել։ Այն որ դուք այս ամբիոնից կարողանում եք ընդհանրապես խոսել, ազատ խոսքով հանդես գալ, ձեր քաղաքական ուժը, որ կարողանում է իր քաղաքական հայացքները ազատ արտահայտել, դա այդ ժողովրդական թավշյա հեղափոխության արդյունքն է։ Չի կարելի դրանից առաջվա եղած քաղաքական ռեպրեսիաները, հետապնդումները, զուգարաններում մարդկանց նկատմամբ տեղի ունեցած հաշվի արդարները, այդ ամբողջ մարտի 1-յան, հոկտեմբերի 27-յան այդ ամբողջ ներկապնակը համեմատել հիմիկվա ժողովրդական Հայաստանի հետ, որտեղ ամեն ինչ բաց, թափանցիկ եւ կարծում եմ, որ ժողովուրդը ընդհանրապես որևէ կասկածի տակ չի դնում, որ եթե մեկը կաշառակեր է, եթե մեկը փորձել է իր իշխանական դիրքը օգտագործել եւ հարստանա եւ օրենքներ խախտի, չի դատապարտվելու։ Նման կասկած չկա, հասկանում եք, իսկ այն ժամանակ ձեր արած ամեն մի քայլի վերաբերյալ կասկած կար եւ դա ժողովուրդը իր համար ապացուցված համարելով ձեզ ուղղակի մերժելով հեռացրել է իշխանությունը, հասկանում եք, դուք դա պետք է հաշվի առնեք, եթե դուք դա հաշվի չեք առնում, դա նշանակում է, որ քաղաքական հասունություն չունեք։ Այսքան է, շնորհակալություն։ Վերադառնամ վարելու իմ պարտականությունների նիստը, հարգելի գործընկերներ, մտքերի փոխանակությունը ավարտվեց, խմբակցության անունից ելույթներ ունենք։ Պարոն Խաչատրյան, համեցեք, տեսեք ես ձեր ելույթի վերաբերյալ որևէ բան չունեմ, խնդրեմ։ Ոնց որ շատ եք դուք խոսում, էլի։ Սա վերածվում է բարդակի, համա նախագահողներ, մեկը նախագահում է արտահերթ ելույթի իրավունք ունենում, հետո գնում է երրորդն է նախագահում, երկրորդն է նախագահում էլի արտահերթ ելույթի իրավունք անում, Ալեն Սիմոնյան հետարքիրակը հասցնի գա, մնացել է 37 րոպե, մի հատ էլ ինքը գա արտահերթ ելույթ ունենա, հրաշք, խորհրդարանականության պարլամենտարիզմի գագաթնակետ, եւ այս մարդիկ խոսում են կարգ ու կանոնից, հրաշք։ Ես սպասում եմ, երբ կմիջամտեք, երբ լռության կկանչեք, տեսա, ուրեմն ինչա, հա, իդեպ քլը չէ ոնց է, պարոն Ռուբինյան, լավ է, չէ, հա, լավ է Ալեն Սիմոնյանը չկա, իր այդ դափնիները պրճոկում նստում եք ձեր բորշի մեջ, ցույց տալով, թե էլ ով ավելի կարող է, այս ամբիոնը եւ այս երկու լուսափողներն օգտագործել ՔՊ-ական ժողովի վերածելու ազգային ժողովը, բայց սա տենց չի, սա ազգային ժողով է։ Եվ նախագահողները կոչված են նախագահելու եւ կարգը պահպանելու, այլ ոչ թե իրանց կուսակցության նարատիվներն առաջ տանելու եւ ցինիզմով մրցելու ստեղ։ Ասում եմ, տեսեք, դուք ստեղ ելույթի իրավունք ունեք։ Հա հետո կարող է վաղնել ասեք, գիտեք, թույլ ենք տալի նստել եւ ընդհանրապես իրավունք ունեք ապրելու։ Սա բացայտ սպառնալիք է։ Ասում են, այ այն ժամանակ մեր լավ, ինչևէ Զելի այնակիցներ, ասում են ճգնաժամ չկա, մի հատ էլ գնացեք Բագրատաշեն եւ մյուս անսահմանային անցման կետեր տեսեք, կա ճգնաժամ թե չկա։ Հələ մի հատ բյուջեի նախագիծը կարդացեք, տեսեք, կա ճգնաժամ թե չէ եւ այս իշխանությունները, որոնք խոստացել էին Հայաստանը դարձնել սիլիցիումային հովիտ, սիլիկոնյանը մի քիչ այլ ձև է հնչում, տեսեք ինչի վրա են հույսը դրել։ Հələ մի հատ տեսեք Ադրբեջանի եւ Հայաստան վերջը հասկացան, միջանցքա կա թե չկա եւ ինչ են թուրքերն արհամարում եւ էլի միջանց տնանում։ Եվ այս պայմաններում իշխանություններին պետք է շոու սարքել։
մերկապարանոց դատարկ շոու սարքել, Շնորհակալություն, վախեցնել պարոն Խաչատրյան։ բոլորին։ Խնդրեմ, պարոն Արշակյան։ Զբաղեցրեք ձեր տեղը, բան Խաչատրյան։ Ավարտվել է ձեր ժամանակը։ Քաղաքացիական պայմանագիր պատգամական խմբակցության անունից ձայնը տրվում է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջուրյանին։ Նախ ես կարծում եմ, որ բավարար չի, որ դուք հարգելի գործընկերներ եւ ոչ թե պարոն Մինասյանը հալինդմությունը ընդհանրապես դատապարտի, այն ինչ որ տեղի է ունեցել Գյումրիում, որովհետեւ դուք ոչ թե ուղղակի կողմնակի դիտորդ եք, հանդիսատես կողքից, որ պիտի դատապարտեք, դուք բանն եք, դուք Վարդանիկի բան եք, զուգընկերն եք։ Դուք այդ տանգոյի մեջ Վարդանիկի զուգընկերն եք եղել։ Չէ, զուգընկերն էլ չէ, որովհետեւ ուզում եմ ինչ օրինակ բերեմ, որ պոլիտկորեկտ լինի, որովհետև կան օրինակներ հիմա մտքիս մեջ, թե դուք ինչն եք Վարդանիկի հետ եղել այդ ամբողջ պատմության մեջ, այդ եղկելի արարողության մեջ, թե դուք ինչ ոնց եք մասնակցել Վարդանիկի հետ այդ ողջ process-ին։ Բայց դուք ամենևին բան չեք։ Կողքից դիտորդ չեք, որ դուք ասեք մենք դատապարտում ենք։ Դուք ուղիղ քաղաքական պատասխանատվություն եք կրում Վարդանիկի գործողությունների համար։ Այն եղկելի կաշառակերության համար, ինչը որ դրսևորվեց եւ երեք բացահայտվեց։ Եվ ես էլ եմ ասում, ախր ձեր այդ վավաշոտ էությունը էլի հենց մի հատ կաշառքի հնարավորություն եք տեսնում ու միանգամից այս բան եք անում, այդ կաշառքի այդ թալանելու, լափելու այդ տարփանքը, որը ձեր մեջ կա, դա ընդհանրապես ոչ միտեղ չի կարելի, հնարավոր չի դա որևէ կերպ հանել, ապա ակտիվացնել ձեր մեջից։ Հնարավոր չի դա։ Ինչ վերաբերվում է բան, կդատապարտեք թե չեք դա, իհարկե չեք դատապարտի, որովհետև հիմա ասում եք, այ եթե լինի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։ Օրինական ուժի մեջ դատավճիռը կլինի, կասեք, մի րոպե, արդար դատաքննության իրավունքը չի պահպանվել բանի, չգիտեմ, մեղադրյալի։ Որ դա լինի, կասեք, բայց չէ, մեղադրյալի փորը ցավում էր այն օրը, բայց դուք իրան կանչեցիք էլի դատական ակտի, դատական նիստի։ Հետո որ էդ էլ բան լինի արդեն փարատվի, կասեք չէ, բայց դատավորի պատմուճանի գույնը դուրներես չէր գալի, դրա համար մենք մեկա չենք դատապարտի։ Պարզա որ չեք դատապարտելու։ Ոնց կարող եք դուք դատապարտել ինքներդ ձեզ։ Դատապարտելու ունեք, մինչև հիմա եղածները կդատապարտեք։ Դա դուք ուղիղ մասնակցություն եք ունեցել Գյումրիում Վարդանիկի իշխանության գալուն, դուք ուղիղ պատասխանատվություն եք կրում դրա մեջ եւ Վարդանիկի գործողությունները ուղիղ ասոցացվում են ձեր գործողությունների հետ։ Այնպես որ խնդրում եմ եւ ձեր ելույթները դրա վկայությունն են։ Խնդրում եմ մի դիստանցավորվեք նրանից, ինչ որ ձեր մի մասն է։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, մտքերի փոխ